Ողջույն սիրելի հայրենակիցներ, հուսով եմ լավ եք։ Այսօր ցանկանում եմ քննարկենք մի շատ կարևոր հարց, որը վերաբերում է մեր զինված ուժերին։ Խորհրդանուն ներկայացվել է նախագիծ, որով առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37, ինչին մեծ հաշվով կարող է այդքան էլ դեմ չեմ, բայց ամենավիճելի փոփոխությունը, որը այս փաթեթի մեջ նաև առաջարկվում է, դա այն է, որ առաջարկում են, որ փողով բանակից Հայաստանի Հանրապետության քաղաքացին օրենքով ազատվի, այսինքն օրենքով օրինականացվի ՀՀ քաղաքացու սահմանադրական պարտականությունից խուսափումը։ Ինչպես է դա առաջարկվում։ Ես ուղղակի բացել եմ Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժը, շատ կարճ լսենք։ Քաղաքացիներին, որպեսզի ծառայեն եւ ստանան բարձր աշխատավարձ։ Իշխանական պատգամավորն առաջարկում է զինապարտներին հնարավորություն ընձեռել, որ մի կլորիկ գումարի դիմաց ոչ թե 2 տարի, այլ շատ ավելի քիչ ծառայեն։ ԿՊԱ-ական Հայկ Սարգսյանը նախագիծ է մշակել, որը ծառայությանն առնչվող մի շարք դրույթներ խստացնելուն զուգահեռ ֆինանսապես ապահով ընտանիքների համար նման տարբերակ է ներառում։ Քաղաքացիները ոչ թե գումար ծախսեն, փոխեն իրենց քաղաքացիությունը, այսինքն հրաժարվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, այլ այդ գումարները ուղղեն պետությանը եւ ամեն դեպքում ծառայեն գոնե կարճ ժամանակով ծառայեն եւ նաեւ հաշվառվեն պայուսնասորում, որպեսզի կարիքի դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրենց նույնպես օգտագործեն։ Բանակ գնացողների թվի վերջին տարիներին վատթարացող վիճակագրությունն ուսումնասիրած պատգամավորը գումարի չափներ են նշում։ 2 տարվա փոխարեն մեկ ամսով զորակոչվելու վճարը 20 միլիոն դրամ կկազմի, 15 միլիոնի դիմաց էլ ծառայությունը կավարտվի 6 ամիս հետո։ Զինծառայության Տեսեք, սիրելի հայրենակիցներ, ուրեմն առաջարկվում է 2 տարի, այսինքն 24 ամիս ծառայության փոխարեն, եթե 1 ամիս ծառայես, 20 միլիոն դրամ վճարես եւ 1 ամիս ծառայես, դու ստանում ես զինվորական գրքույկ եւ հաշվառվում ես։ Եթե 15 միլիոն դրամ վճարես, ուրեմն 6 ամիս պետք է ծառայես եւ էլի զինվորական գրքույկ ստանաս։ Այսինքն օրենքով սահմանված կարգով լեգիտիմացվում է բանակից փողով խուսափելու այն ճանապարհը, որ հիմա պնդում է падգամավորը, որ այսպես թե այնպես հարուստները բանակից ազատվում են, փողով են ազատվում, կոռուպցիա կա, բայց դա այդ փողը չի գնում բանակին, հիմա օրինականացնենք եւ ովքեր որ գումար ունեն, այդ գումարով ազատվեն։ Սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ արձագանքեք մեկնաբանություններում, կողմեք թե դեմ եւ ձեր փաստարկները բերեք։ Ես մի քանի փաստարկ հիմա կասեմ, ինչու եմ սա ասում, որովհետեւ նախատեսում ենք նաեւ մեր ոդկասթի շրջանակներում Կարպիս Փաշոյանի հետ այս թեմային անդրադառնալ եւ մանրամասն քննարկել։ Այստեղ ամենահուզող հանգամանքն ինձ այն է, որ մենք նախ սահմանադրական, ես հակասահմանադրության խնդիր եմ տեսնում, որ սա կարող է լինել հակասահմանադրական, բայց բացի հակասահմանադրական լինելը, նաեւ ես այստեղ տեսնում եմ խնդիր, որ բանակի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու այդ մորալը, չգիտեմ ոնց նկարագրեմ, այդ բարոյական հատվածը, հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու այդ ինստիտուցիոնալ հենքը կարող է փլուզվել սրանով։ Այսինքն տեսեք ինչա տեղի ունենում։ Օրինակ Ալեն Սիմոնյանը հարցերից հետևել ասում է դե մարիխուանա կա, մարդիկ անօրինական կերպով մարիխուանա են օգտագործում, անօրինական է վաճառքը, օգտագործումը, բայց դա կարելի է օրինականացնել եւ ասում ես գտնում են պետք է օրինականացնել, որ վերահասկենք։ Հետո գալիս են արդեն այլ падգամավորներ, ասում են դե բանակից ինչ որ մարդիկ փողով խուսափում են, եկեք օրինականացնենք, որ փողը վերցնենք եւ այդպես բանակից ազատենք եւ մենք այսպես գնալով մենք ամեն մի շատ վատ բան, շատ վատ բարկ, որը բարկ է որպես այդպեսին, կսկսենք օրինականացնել եւ կքանդենք մեր հանրության, մեր ժողովրդի, մեր պետականության կարևորագույն բարոյական հենքեր։ Ինձ համար, տեսեք ինչն է այստեղ հանգամանքը, որ կամ մենք գնում ենք պրոֆեսիոնալ բանակի ճանապարհով, ստեղծում ենք պրոֆեսիոնալ բանակ, որտեղ ոչ բոլորին են տանում բանակ, այսինքն դու կարող ուզենաս գնաս բանակ, բայց քեզ պրոֆեսիոնալ բանակի զորակոչային հանձնաժողովը չընտրի, որովհետև լավագույններին ընտրեն բարձր աշխատավարձով եւ ոչ բոլորի համար, այսինքն պարտադիր զինվորական ծառայություն գոյություն չի ունենում պրոֆեսիոնալ բանակի պարագայում, ինչպես Միացյալ Նահանգներում են կամ արևմտյան շատ այլ երկրներում նատոական, ես դրա կողմնակիցն եմ, տարբերակ A, տարբերակ B, պարտադիր զինվորական ծառայություն բոլորի համար, որ բոլորս գնում ենք պարտադիր զինվորական ծառայության, բնականաբար այնտեղ կա որոշակի բացառություններ, եթե ուսման հետ կապված է, ինչ որտեղ սովորում է, որ պետությունը տարեկետում է տալիս, բայց դա հասկացան, գիտությամբ է զբաղվում, լեզուներ է սովորում, որ գնա ասենք չեմ ադրբեջաներեն սովորելա գնում է լսում է ինչ են ադրբեջանցիք խոսում մեր մասին, ուրիշ ձևերով էլ կա ծառայության ձև, բայց պարտադիր է, որը այսօրվա համակարգն է։ Երկու տարբերակ կա։ Մենք տեսնում ենք որ ինչ արվում, սա կիսահղի, մի կիսահղի բան է, որ
պարտադիր է, բայց ով փող ունի կարա փողը տա մի ամիս ծառայի, ով մի քիչ ավելի քիչ փող ունի կարա փողը տա 15 ամիս ծառայի, եւ падգամավորը հիմնավորում է նրանով, որ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվում են, որպեսզի չծառայեն զինված ուժերով։ Նախ ասեմ, քաղաքացիությունից հրաժարվելը դա տեղի ունենում շատ մանկահասակ տարիքում, երբ որ դեռ կցագրման process-ը չի եղել։ Այսինքն հնարավոր չի 16 տարեկան հրաժարվի ու ինքը բանակից ազատվի։ Չկա այդ նման բան, որտեղ նա արդեն կցագրված պետքա լինի եւ պարտադիր զինվորական ծառայության ենթակա է մեր օրենսդրությամբ։ Հետաբար խոսքը գնում է, որ մարդիկ փոքր երեխա եղած ժամանակ իրենց երեխային վերցնում են եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվել են տալիս, ուրիշ քաղաքացիություն են վերցնում եւ ապագայում հետերը հենց տեղ ապրում, դպրոցա գնում, մենք իրան տեսնում ենք, մենք մտածում ենք, որ ինքը ռեսուրս է բանակային, բայց գալիս է օրը, պարզվում է, որ ինքը բանակային ռեսուրս չի, որտեղ հը քաղաքացի չի։ Այդ խնդրեմը կա, դա բացատրում է падգամավորը եւ նաեւ սրա հետ կապված է առաջարկությունը, որով որ ուզում է քաղաքացիությունից հրաժարվի 15 միլիոն դրամ, եթե չեմ սխալվում, հիմա կնայենք, 15 միլիոն դրամ էլ նրանք են պարտավոր վճարել։ Եվ օրինակներ ա բերում, թե ինչքան մարդ է հրաժարվել, քաղաքացիությունից թիվը որքան է աճել, հասկանալի է, այս խնդիրները կան, պարզ է, ամեն ինչը տեսել ենք, գիտենք, սա խնդրեմ է։ Պարզ է, սրա մասին խոսել ենք։ Բայց ժողովուրդ ջան, եկեք մի բան հասկանանք։ Բանակից փողով ազատված որևէ մարդ, ես ուղղակի մի հատ օրինակ եմ էլի բերում ձեր համար։ Փողով ազատված որևէ մարդ չի կարող իջնել բակ ու ասել լավ եմ արել, փողով ազատվել եմ, որտեղ դա բարոյական բան կա, խնդրեմ կա դրա հետ կապված։ Պետք է ասի հիվանդ է, բան, չգիտեմ, ձեզ բաներ պետք է ասի։ Առողջական ես եւ այլն եւ այլն։ Իսկ այս օրենքի ընդունումից հետո մարդը կարա իջնի բակ ու ասի այո, ես փող եմ տվել, ազատվել եմ, ու այդ փողով դե որտեղ նախագծի եկնակն ասում է բանակը կդարձնենք գումարով գրավիչ։ Այդ փողը ես եմ տվել, որ դուք գնում եք ծառայել, որ գրավիչ լինի, բան դեռ ձեր, չգիտեմ, վերմակը կամ չեմ կարող ասեմ, ձեր սավաններն ավելի լավն են տված փողով, սա այս քննարկումից դուր չի գալիս, սա բարոյական չի։ Սա քանդում է բանակի ընդհանրապես մեր պետության պաշտպանությանը մասնակցելու բարոյական, հայրենասիրական, գաղափարաբանական հենքը։ Ես չեմ հասկանում, սա իմ համար անկալելի է, չեմ ուզում սա որևէ կերպ մարսեմ, որտեղ տեսեք ասում եմ պրոֆեսիոնալ բանակը հասկանալի է։ Հասկանում եմ պրոֆեսիոնալ բանակը։ Այս մասը ես չեմ հասկանում, սա խնդրեմ է։ Եվ ուզում եմ ձեր կարծիքը լսել, որ մենք շարունակենք հարցի մեջ խորանալ, տեսնենք, որ երկրներում կա նման բան, սա ինչ հետևանքներ կարող է ունենալ, ու ավելի խորը արդեն մեր podcast-ի մեջ սրա մասին զրուցենք։ Եվ վերջի փաստարկին անդրադառնամ փողին, որ այ որ այս փողերը մուծեն, օրինակ չգիտեմ 1000 հոգի ասենք թե մուծեց։ Ես չեմ պատկերացնում 1000 հոգի կմուծի այդքան գումար, բայց լավ ասենք 500 հոգի մուծեց։ Այդ 500 հոգու գումարը այն գումարը չի, որ ամբողջ զինված ուժերի վիճակը լավարկեն։ Եվ միշտ ասվել է, որ փող կա, փողի խնդրեմ չկա, զենք վաճառող չկա, փողը կա, այսինքն մի երկիր, որը Snoop Dogg-ին 6 միլիոն դոլար է տալիս, մի քանի միլիարդ դրամ։ Եվ այդ փողը կորչում է Snoop Dogg-ը չի գալիս երկում եւ այլն եւ այլն։ Եվ վատնվում են գումարները, մենք տեսնում ենք մեր օրինակ հետքի լուսաբանումները հետաքննական։ Այդ երկրում իրավունք ունենք sense բան խոսանք, որ ասենք թող մի զինվորի մի զորակոչիկը փող տա, իրան փողով մենք ազատ ենք, հա, որ փողով ազատ ենք, այնտեղ ով որ ծառայում է, այ նրա, չգիտեմ, օճառը ավելի լավ օճառ կդնենք, կամ ասում է փող կտանք ծառայության համար։ Ծառայության համար եթե բոլորին պետք է աշխատավարձ տանք, ոչ պայմանագրայինի մասին խոսքը գնում, պարտադիր զինվորական ծառայության մասին է խոսքը գնում։ Դե դարձավ պրոֆեսիոնալ բանակ։ Դե եկեք անցնենք պրոֆեսիոնալ բանակի։ Եկեք անցնենք պրոֆեսիոնալ բանակի։ Եվ ձեզ ասեմ, հեղափոխական իշխանությունը նման խոսում տվել է, եղել է նման գաղափար եւ կա դեռ։ Եկեք կամ անցնենք պրոֆեսիոնալ բանակի, կամ այս կիսատ պրատ բաները փողով բանակից ազատելու այս բաներին վերջ տանք, դադար տանք, չի կարելի այսպիսի բան անել։ Սա քանդում է ամբողջ բարոյական հենքը, ըստիս։ Բայց դուք ինչ եք կարծում։ Ես շատ եմ ուզում լսել ձեր կարծիքը։ Խնդրում եմ մեկնաբանությունների դաշտում կիսվեք ձեր կարծիքով, մոտեցումներով, միջազգային փորձ, եթե կարող եք բերել, որ մենք այս թեմայի մեջ շարունակենք խորամուխ լինել եւ ավելի ձևավորված, հա, դիրքորոշում մենք ներկայացնենք սրա հետ կապված։ Նախագիծը խորհրդան դեռ նոր է շրջանառվում, դեռ նոր են փորձագետներ ուսումնասիրում, այնպես որ ժամանակ ունենք սիրելի հայրենակիցներ։
Կսպասեմ ձեր արձագանքներին եւ խնդրում եմ տարածել այս նյութը եւ միանալ այս YouTube-ի ալիքին։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։